բոլոր տեղերը տարածվել էր, որ Էրդողանը ապրիլի 24-ին ցավակցություն է հայտնել, ինչպես նշում են այդտեղ Թուրքիայի հայոց պատրիարքարանին եւ Թուրքիայի հայ համայնքին, բայց եկեք տեսնենք իրականում ում է նա ցավակցություն հայտնել եւ ինչի համար է ցավակցություն հայտնել։ Երկու այսպիսի դրվագ։ Առաջինը նա ասում է, որ հարգում է առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը։ Ուրեմն առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում զոհվել են մարդիկ։ Եվ երկրորդը, որը շատ ավելի հետաքրքիր է։ Մենք դեռ ցավ ենք զգում մեր սրտերում, ասում է Էրդողանը, ապստամբությունների, ավազակախմբերի գործողությունների, զինված խմբավորումների դիվերսիոն գործունեության եւ համաճարակի պատճառով կորցրած կյանքերի համար։ Ովքեր են այդ դիվերսիոն գործունեություն կատարողները եւ ում պատճառով են այդ կյանքերը կորցվել։ Նորից վերադառնում ենք բանին, սրան համալրելու գալիս է ավանդական հայտարարությունը Թուրքիայի պաշտպանության նախարարության, որոնք ցավակցել են հայերի կողմից կոտորված բաներին, ինչ որ չգիտեմ ում, որովհետև դրանք թուրք չեն եղել, որոնք որ փորձել են կոպիտ ասած, ասենց ասեմ, Վանի ինքնապաշտպանության ժամանակ ում սատկացրել են մերոնք, դրանց Թուրքիայի պաշտպանության նախարարության ցավակցում, որովհետև իրականում դա եղել է այդպիսի մի գործողություն, երբ տեղական ինքնակառավարման մարմինների տեղական աշխարհազորի շնորհիվ Թուրքիայի կանոնավոր բանակը ոչնչացվել է շատ քիչ տեղերում, բայց եղել են Վանում օրինակ, եւ որի արդյունքում չի հաջողվել իրականացնել ցեղասպանություն առանձին վերցրած քաղաքներում, առանձին վերցրած բնակավայրերում, առանձին վերցրած տարածքներում, որը մնացած տեղերը ինչի հենց Վանը, որովհետև Վանից Վասպուրականից ամենացածր զորակոչներ տեղի ունենում Օսմանյան կայսրությունում, բոլոր մնացած հայկական խոշոր օջախները, ասենց ասեմ, օջախները որն է Արևմտյան Հայաստանը Կապադովկա, որտեղ որ հայերը շատ էին, իրանք ինտեգրված էին, իրանք հավատում էին եւ իրենք հավեսով մասնակցում էին զորակոչին եւ մասնակցում էին Օսմանո բանակի ձևավորմանը, սպայական անձնակազմեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Առաջին հերթին պարզ է դրա մասին իմաստ ունի ասել թե չէ, բայց բոլորը գիտեն, հա, տղամարդկանց զորակոչել են բանակում, տղամարդկանց են կոտորել, հետո եկել են դատարկ առանց տղամարդկանց տները։ Կին երեխա մեծահասակ դրանց են կոտորել, բռնաբարել են, փախցրել են երեխեքին թուրք են սարքել, կանանց բռնաբարել են, մի մասինով չի բանալը շատ սիրում չի եղել, տարել են Սիրիայի բաները, անապատները թողել են, այսինքն պլանավորած, կազմակերպված, ամբողջությամբ նախատեսված եւ բանալած, սա 15 թվականի մասին է խոսքը։ 15 թվականին էս ամբողջը որ եղավ, հաջորդիվ այս գործընթացին միացել է ցարական Ռուսաստանը։ Եվ ամբողջ 15-ի վերջ 16 եւ մինչեւ 17 թիվը ցարական Ռուսաստանը երեք թուրքերի հետ միասին Արևմտյան Հայաստանում փրկված հայերին կոտորելու գործընթացին ակտիվորեն մասնակցել է Յուձենիչի շենք դեպի Մանասկերտ արձակումը հայերին թողել հետ գնալ հայկական բաներին կարավանները փախստականների թողել առանց պաշտպանության հանձնել քրդական կամ չերկեզական այդ ոհմակներին եւ այլ դրանց ունեցվածքը տանել, որտեղ կաներեք հայերը երբեք աղքատ չեն եղել, իսկ ռուսները միշտ եղել են ոնց որ Ուկրաինայում ունիտազ գողացող տենցել են ժամանակ։ Ոչ տարբերություն չի եղել։ Եղել է Իվան Վլապտյախ, Բալալայկա, Մատրիոշկա, բան sense վիճակներ, այդքան ունեցվածք որտեղից։ Ասում են 15 թվականին ռուսները ասում են մենք ձեզ փրկել ենք։ Ես ասում եմ Ինչից են փրկել եւ ինչ դրվագների մասին է խոսքը։ Չգիտեմ, ես շատ հույս ունեմ, որ ոչ մի պատասխանատու պաշտոնյա ռուս ինչ չի հանդիպի տենց բան ասել, որովհետեւ իր համար կարող է շատ ծանր հետևանքներ լինեն։ Ասենք ծանոթային օպերացիաներ անի բան տենց ինչ-որ։ Ինչպես են հենց Թուրքիայում մեկնաբանում, այդ դուք հիշատակեցիք, բայց Հա, կներեք, դուք շատ կարևոր բան ասացիք այդ Դիարբեքիրի, հա։ Դիարբեքիրը դա Տիգրանակերտի, այո, դա հա։ Եթե դրան եք անդրադառնում, հետո կվերադառնամ։ Անունից ուրեմն Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի անունից կոչ արվեց
սկսել անցյալի հետ հաշտեցման միջոցով ճշմարտության հաստատման գործընթացը հանուն ապագայի, որտեղ գերաշխում են եւ այլն։ Պալատը նախկինում եղել է 6 դատական գործերի կենտրոնում հայոց ցեղասպանություն տերմինը օգտագործելու համար եւ բոլոր դեպքերում արդարացվել է։ Այսինքն այնտեղ ուզում եմ նշեմ, որ կա նաեւ հայերի ցեղասպանությունը ընդունող ձայները, այո, դե եթե 6 անգամ դատական գործ են արել, դրանց է իրականում, ես դրա համար տենց բան չեմ անում։ Էմոցիոնալ դաշտից եթե դուրս գանք, հասկանանք ինչա կատարվում։ Նույնիսկ էս խայտարակը որն է Էրդողանի համար նորմալ հայտարարություն։ Ասեք ինքը երկրի նախագահ, ինքը համարում է, որ իր երկիրը պետքա վարի քաղաքականություն, որի արդյունքում ինքը պետքա դառնա տարածաշրջանի ամենագլխավոր երկիրը, դրա համար ինչ որ կերպ ինքը պետքա բացատրի հայերը ինչ եղան։ Հա, այնտեղ ինչ-որ թեմաներ կան, որոնք որ իրան չի վերագործում։ Համաճարակ է եղել, հրոսակախմբեր են եղել եւ առաջին պատերազմի ժամանակ ով չի մահացել։ Հիմա ինքը բացատրում է, դա բազմիցս է տեղել, հա, որ մի բան արեք, մի տենց ծանրացրեք, այդ ուղակի պատերազմ ա եղել, դուք փորձել եք ապստամբել, դուք ռուսների հետ բան եք անել, սուտ է հայերը, ասենց ասեմ, հայերը ոչ մի երկրում երբեք ցավոք սրտի, մանավանդ այդ քաղաքական առաջնորդներով, որոնք որ դաշնակներն էին բան, հա, դրանք երբեք տենց իշուր բան չէին, էլի, իրանք կոնֆորմիստ են մեծ հաշվով։ Հայ մանավանդ տնտեսվարողների այդ բիզնեսմենների այն ժամանակվա խավը, որը որ Սեբաստիան Մալաթյան, չգիտեմ, այն թափը, Ադանան, նույն Տիգրանակերտ, Դիարբեքիրը, այդ աղքատ քաղաքներ չեն եղել, դեղել են շատ հարուստ քաղաքներ, որոնց հիմքը հայկական համայնքներ է, որ զբաղվել է բիզնեսով, իսկ ինչպես հայտնի է, բիզնեսը, մանավանդ հայ բիզնեսը, ինքը շատ կոնֆորմիստ է, մեծ հաշվով առանձնապես տենց բարոյական բաներ, նժդեի բան է հիշեք, որ ասում է Սմիրնայի մեկ տարվա կուտակած ոսկին, որ դնեին Հայաստանը մենք կարողանայինք վերականգնենք, բայց դուք ոչինչ չարեցիք, մինչև չկոտորվեցիք։ Այսինքն սրա մասին է խոսքը, Սմիրնանը չեմ ասում, Սմիրնանը իր հերթին։ Այդ բոլոր բաները իրանք կոնֆորմիստ են եղել, որպեսզի հասկանաք ինչու եմ ես ժամանակ առ ժամանակ մեգադախլչիներին, որոնք Նիկոլի կողքն են կամ իր ֆրակցիայում են նստած տենց բանով վերաբերվում, որովհետև ես տեսնում եմ այդ մոդելը, որ կոնֆորմիստ ոչինչ, թող պետականություն չունենանք, լավ դե կաշառք կտանք կլինի բան, այդ տևում է մինչև ինչ որ մի հոգի գալիս է, մի հատ լեյտենանտի պագոնով, վզիցդ վերցնում է, աղջիկա քո դեմը տանում է, սարքում է մուսուլման, քեզ տշելով տանում է միտը, Եփրատի ափին բռնում է։ Այդ եթե բախտդ բերեց։ Իսկ կարող է քեզ էլ բռնաբարեն նոր, որովհետև դե նրանց ինչ կա, նրանց բան չկա։ Այսինքն Երբ որ ես ասում եմ մեգադախլչի, ես մեգադախլչի նաև այն մարդկանց եմ ասում, ովքեր 15 թվականին Սմիրնայում կամ, չգիտեմ, Սեբաստիայում կամ Մալաթիայում կամ Ադանայում նստած ոտները ոտը, դե լավ ոչինչ, դավտենք պետությունը, հալավ գլուխդ կաղկայի, ոնց չես հասկանում Թուրքիան մեծ պետություն է, ռուսները մեզ կգան կփրկեն, այդ բոլոր բառս բուն իմաստով, չգիտեմ, մանկա մսուրային մակարդակի մտածելակերպով մարդիկ կոտորվեցին, դա ահռելի ցավ է, մարդիկ ովքեր հասնում էին մինչև, չգիտեմ, սպիտակ մազեր, իմ օրինակը չեմ ուզում բերեմ, բայց ամեն դեպքում, 60 տարեկան եկքանտանիքների տեր, ունեցվածքների, կալվածքների տեր, մտածելակերպով մնացել էին մանկամսուրի մակարդակի, կոնֆորմիզմ, նույն բանը մենք ունենք հիմա Հայաստան։ Շատերը չեն հասկանում այդ մեկ-մեկ sense վրթոված ես կամ Արմենովանցան որ բան ենք բացատրում չեն հասկանում դե լավ ոչինչ ավելի լավ է չլսեն ջայլամ այդպես գլուխը ասֆալտի մեջ են փորում այնքան են փորը արդեն ասֆալտն էլ է իրանցից օգն է իրանք էլ ասֆալտից բայց չի կարելի այդպես էսա ախր դրա վերջը եղերն դու չես կարող հավատալ ռուսին, թուրքին, ինչ որ մեկին, ընդհանրապես ինչ որ մեկին բայց մարդիկ այդեն հիմա էլ ձեզ օրինակ 110 տարի անց է Բարես բուն իմաստով կայֆավատ են, ծաղրում են, հասկանում եք սա ծաղրանք է, բայց ինչի է ծաղրանք, որովհետև Պողոսու պատրիարքը
չի կարողանում վեր կանա, ասի մինչև 7-րդ պորտը անիծում եմ քեզ։ Լավ որ չտեսնաս։ Թորների տարունով դռներդ լվաս։ Հասկանում եք։ Դրա համար Պոլսո պատրիարքը պետք է պատասխանի ասի, լսի քեզ ինչ եմ ասում այ կապիկ։ Կամ կապիկի վնուկ։ Դու ով ես։ Դու ընդամենը հույների տարածքը գրաված մարդասպան Բաշիբուզուկի լակոտ ես։ Էրդողանը ծնվել է Ռիզեյում։ Ռիզեն հունական Պոնտոսի հույների տարածքը։ Իր պապերը մեծ հավանականությամբ տեղի համշենների եւ հույներին կոտորել են եւ եկել են այդտեղ նստել են։ Ինքը ոչ մեկ է։ Հասկանում եք, դա է խնդրումը։ Որ Էրդողանը ոչ մեկ չի ասում, դու ոչ մեկ ես արա։ Դու ընդհանրապես ոչ մեկ ես։ Դու լազի եւ կրոնափոխ եղած հրեայի տղա ես, դու նույնիսկ թուրք չես։ Ոնց որ Ալիևը նույնիսկ ադրբեջանցի չի, այն ինչ որ Ստալինը կոչել է ադրբեջանցի, հայտնի քուրդ է։ Ընդ որում կասկածելի կարող է մի քիչ հայ արուն խառնուրդ է, ոնց կլինի հայ մատը խառը չլինի տենց բաների։ Հա, դրա մասին է խոսքը։ Կովկասյան թաթար։ Հա, Թուրքիայի ֆինանսների նախարարության արխիվներում գոյություն ունի բոլոր հայկական ունեցվածքը, կալվածքը, բանկային հաշիվները, այդ հաշիվների վրա եղած ոսկիները, բաները, բոլորը հայտնի է 15 թվականից մինչև 22 թվականին չեն գողացել։ Եղբայր սա վերադարձրու հանգիստ կառուցենք երկիրը։ Թվական դարաշրջան է կառուցում, երկիրը արդեն կառուցել վերջացրել են։ Դու ինչ ուզում ես, ինչ դարաշրջան ուզում ես կառուցել, թողերես, ողերես, այդ դու ինչ ուզում ես արա։ Ուզում ես թուրքական, ուզում ես թյուրքական, ուզում ես բան Պոնտոսի, ասենք տենց չի էլի որ տենց ախր դա միակողմանի չի։ Ամենահետաքրքիրն է որ ցավոք սրտի հայերի մոտ ընդունված է տենց բանով նեղացած 18 տարեկան էքի դեմքով իրանք սկսում են հա բան Տրամպը չասեց ու կոր Տրամպը չասեց որն է դու պահանջել ես Տրամպը չասեց կամ Էրդողանը սենց ասեց այդ ջանդամը թե չասեց դու էլ ասա համաձայն եմ փողերս դու հա հետդ գալիս եմ կառուցեմ քո աշխարհն եմ կառուցում փողերս դու Ձեր դիտարկումները ցեղասպանության այդ հուշահամալիր են գնացել մարդիկ շատերը զգուշացնում էին ասում էին այդ օրը 23-ին այդ ջահերով երթը տեղի ունեցավ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները այրվեցին ասում էին 23-ին եւ 24-ին զգուշ եղեք կարող է ներքաղաքական իրավիճակը սրվեց իրավիճակը չսրվեց իրավիճակը ինչ դիտարկեցին որովհետեւ այս թեմայից անցնենք արդեն Ջահերով ես հիշում եմ որ կանգնում ենք այն վերևը մինչև այդ ուղիղ բանը կա ոդկի ճանապարհը մինչև այն պուլպուլակների մոտ որ թեքվում է ճանապարհը այդտեղ կանգնում էինք ջահերը Կիևյանի կամուրջի այն կողմը հələ շարունակվում էին հələ գալիս էին հենց որ ջահերով երթը իմ համար այն է սա չգիտեմ ինչ է իրոք չգիտեմ ինքը ցավոք սրտի շատ սիրուն գաղափար էր ժամանակին, որը լույսի հաղթանակի մասին էր։ Հիմա տենց իշուր Մեղադրում են ասում են քաղաքականացրեցին, քաղաքական աստարտվեցին, այս այո ախտել էին անում փորձում անել, հարցը դա չի։ Հարցը մոտեցումն է խնդրեմի, այսինքն ինչ իմաստ ենք։ Մենք դնում ենք այդ իմաստը, հիմա քանի որ դա չկա, կյանքը փոխվել է։ Օբյեկտիվ եմ ասում, վատ բանով չեմ ասում։ Չեմ ասում, որ դա պետք է լինի ու բոլոր սերնդները պետք է նույն իմաստը դնեն ինչ որ մենք, չէ։ Բայց մեր ժամանակ իմաստը դա էր։ Մեզանից առաջ իմաստը ուրիշ էր։ Անմիջապես եղեռնից հետո, երբ որ առաջացել է այդ ավանդույթը, ուրիշ իմաստ է եղել։ Բայց ամեն սերունդ իր իմաստն է գտնում, դրա համար ես կտրականապես դեմ եմ դրան ինչ որ կերպ գնահատական տալ ելնելով մեր սեփական փորձից։ Ես ասում եմ, ինձ համար ջահերով երթը ավարտվում է այդտեղ մոտավորապես, որտեղ որ վերևում ենք կանգնում ենք, նայում ենք, երթի պոչը հələ Կիևյանով իջնում էր։ Ինքնաբուխ էր թե կազմակերպված։ Այն ժամանակ ինքնաբուխ էր։ Մենք զանգվում էինք գնում էինք։ Հիմա ինքնաբուխ է թե կազմակերպված է։ Չգիտեմ։ Ինչ վերաբերվում է այդ դրոշների վառելուն շատ են խոսում։ Ժողովուրդ ցանկացած մարդ, ցանկացած գործողություն
իրավունք ունի մեծ հաշվով, եթե դա ուրիշներին վնաս չի տալ։ Ընդ որում ուրիշներին դա քո քաղաքացիների մասին է խոսքը կամ անմիջապես իր շրջապատում, հա։ Ես չեմ հասկանում ինչի է վարչապետը անդրադառնում այդ գործողություններին եւ ինչի է դրան տենց մեծ նշանակություն տրվում, մարգինալացված բան են, գործողություն է դա։ Այդ գործողությունը մարգինալացված, ոնց որ, չգիտեմ, նստում են մարդիկ հոգի են կանչում կամ սեկա են խաղում բեսեդքում, ոչ մեկը ողջունելի չի, բայց դու չես նստում ամեն մի զրուցարանի կողքը, ասում գիտես ինչ կա, տենց մի գոռա, մի բան արա, գործողություն անում են, մարգինալ են, չես անդրադառնում դրան, դա ոչ մի նշանակություն չունի, ես անձամբ համարում եմ, որ գործողությունը, որը արվում է, միշտ արվում է, ես այդ հիշում եմ ամենասկզբից, միշտ արվել է, բայց դա գործողություն է, որը բնորոշ է պետականություն չունեցող կազմակերպությունների։ Այսինքն, քանի որ դա ավանդույթ է, որը եկել է դաշնակցական ենթադրում եմ ճանապարհներով, դա նորմալ է, որ դաշնակցությունը դա անում էր, պետականություն չկար, դաշնակցությունը դա անում էր արտահայտելով իր բողոքը Թուրքիայի հանդեպ։ Okay։ Միևնույն ժամանակ չգիտեմ ինչու չէին այրում իրանց առաջնորդների նկարները, որոնք 907 թվականին թուրքերի հետ բան էին, ողջագուրվում էին Պոլսո փողոցներում, բայց ամեն դեպքում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը ինչ գնահատական դրան պետք է տա, ոչ մի, որովհետև դա մարգինալ շարժում է։ Մարդիկ ով դա անում են, ով ստորագրվում են, որ իրանք պետական մարդիկ չեն, պետական մտածելակերպ չունեն։ Իրանք ունեն ինչ-որ մտածելակերպ, որը ամբողջությամբ անարխիստական է։ Դա նորմալ է, որ կան տենց մարդիկ հասարակության մեջ։ Նորմալ չի, որ դու կենտրոնանում ես իրանց վրա։